Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատողների մեծամասնությունը մոտ 200 հոգի այսօր առավոտյան փակել էին գործարանի մուտքը։ Նրանք պահանջում էին վճարել այս տարվա մի քանի ամիսների աշխատավարձը։ Նախորդ տարվա դեկտեմբերից գործարանի մի քանի 100 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել։ Ազատության հետ զրույցում նրանցից մի քանիսն ասացին, թե իրենց պարբերաբար համոզում են, որ առաջիկա օրերին տալու են գումարը։ Վերջին անգամ խոստացել էին, որ հունիսի 15-ին կվճարեն, մինչդեռ գումար այդպես էլ չեն ստացել։ Մինչև դեկտեմբեր ես ոնց հասկանում եմ ուզում են ձգեն, դեկտեմբերին կանչեն, ցեմենտ գրեն 48,000-ով ծախեն ին վրան, ես 43-ով տանեմ ծախեմ։ Իրանք մենակը տենց են տարվա վերջում մեզ փող տվե։ Տարվա վերջում իրանք գնացին նոր տարի արին, բայց ես չկարացա ցեմենտը գրին, հաշվին վերեց, բայց գոնե չտվին որ ծախեն։ Էդ էլ արեցին։ Ասում ա չեն էլ աման չի, ասում ա ես քեզ չեմ կանչեք որ ինչ ես իգի աշխարհ։ Բայց չեն ասում պատճառը ինչա որ այսքան ամիս չեն տալիս դες։ Պատճառը ինձ թվում է ես չեմ կարող ասեմ։ Հələ երևի իրանց ջեբերը չի դասվում, ինչ ասեմ, ես չեմ կարող։ Գումար չլեն։ Սաղ ձմեր ցեմենտ։ Շահույթով գործարան։ Մարդիկ հաշվել են 15 օր, եթե անցած տարի աշխատել է $17 միլիոն ցեմենտ են ծախել։ 15 օրվա մեջ ունեն թե չունեն։ Չի երիկում այդ մարդը չի երիկում։ Վերջերս ցեմենտ ծախ։ Այսօր գործարանի ղեկավարությունը աշխատակիցներին դարձյալ խոստումներ տվեց։ Նրանց վստահեցրեցին, թե առաջիկա 2 օրերին հարցում հստակեցում կմցվի։ Աշխատողներն էլ դժգոհելով ու բողոքելով ուղևորվեցին Կոտայքի մարզպետարան։ Մարզպետ Արամ Հարությունյանի ընդունարանից բանվորներին փոխանցեցին, որ հանդիպումը կկազմակերպվի առաջիկա օրերին։ Իդեպ, մինչև վերջերս գործարանը պատկանում էր գործարար Միքայել Բաղդասարովին։ Այժմ սակայն աշխատակիցները չգիտեն, թե գործարանն ումն է, իսկ Բաղդասարովին վերջին անգամ հեռուստացույցով են տեսել։ Քոչան Ռոբերտի վերջի օրերն էր, երևի 7 թվականներին էր, պրեզիդենտի ընդրությունից առաջ եկել էր ակտիվ քարոզարշավ էր կազմակերպել։ Այդ երկուս, ոչմ 2-3 անգամ։ Եվ ամեն սար խոստանում ու ոչ բան իրեն ուզածներին, իրեն ուզած ձևի ճանապարհում են մնացածներն էսպես։ Միքայել Բաղդասարովին պատկանող Միկա Լիմիտեդ ընկերությունից Ազատությանը փոխանցեցին, որ գործարանը արդեն մի քանի ամիս է իրենց ընկերությանը չի պատկանում։ Ըստ մեր աղբյուրների գործարար Բաղդասարովը Միկա ցեմենտը VTB բանկին է փոխանցել Արմավիա ավիաընկերության պարտքերի դիմաց։ Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ հետք լրատվականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ Արմավիայի աշխատանքները դադարեցնելուց հետո Բաղդասարովը սկսել է վաճառել իր բիզնեսները։ Ամենաեկամտաբերներից էր թերևս բենզինի ներկրումը եւ բենզալցակայանները, որոնք Բաղդասարովը ըստ հետքի խմբագրի վաճառել է ռուսական Ռոսնեֆտ ընկերությանը։ Ըստ երևույթին փակում է իր բոլոր բիզնեսները Հայաստանում, որտեղ Արմավիան ձախողելուց հետո կարծում եմ, որ ինքը ոչ մի բանում հաջողակ բիզնես չի կարողանալ։ Իսկ ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ դուրս է գալիս Հայաստան։ Ինքը ոչ պրոֆեսիոնալ բիզնեսմեն լինել է։ Ընդհանրապես իր մոտ բան չէր, համակարգված չէր բիզնեսը, ես եւ նույնիսկ տարբեր մարդիկ զարմանում էին, թե ոնց է նա բիզնես արել այսքան տարիներ, որովհետեւ առանց թղթերի բանի տենց բիզնեսներ էր անում, պայմանավորվածություններով։ Վերադառնալով նախկինում գործարարին պատկանող ցեմենտի գործարանին, Ազատության հետ զրույցում Միկա ցեմենտ գործարանի կառավարիչ Արթուր Մուրադովը հաստատեց, որ այժմ գործարանը ամբողջությամբ պատկանում է VTB բանկին, ավելացնելով, որ հիմա բանկը վաճառում է գործարանը։ Բանակցություններ են տարվում գնորդի հետ եւ միայն գործարանի վաճառքից հետո, երբ գործարանը գործարկվի, այդ ժամանակ էլ աշխատակիցների գումարները կվճարվեն։ Մուրադովը, ով համաձայնվեց խոսել առանց ձայնագրության, ասաց, որ իրենք էլ հույսով սպասում են աշխատավարձին։ Իդեպ թանկարժեք բջջային հեռախոս ունեցող եւ վարորդի ուղեկցությամբ ծառայողական մեքենայով շրջող Մուրադովը պնդեց, թե ինքն էլ աշխատավարձ չի ստանում եւ մի կերպ է ապրում։ Բողոքի ցույցի դուրս եկած աշխատակիցները մինչդեռ պնդում էին, որ գործարանը շարունակում է ցեմենտ վաճառել, մինչդեռ իրենց այդպես էլ չեն վճարում։ Կառավարիչ Մուրադովը մեզ հետ զրույցում պնդեց, թե այդ գումարները շատ քիչ են եւ գնում են գործարանի վերանորոգմանը։ Աշխատողները ասացին, որ ղեկավարության կոչին կհետևեն եւ եւս 2 օր կսպասեն, իսկ եթե նորություն չլինի, ապա արդեն գործարանի ամբողջ աշխատակազմով գործադուլ կանեն։